Բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք, անկախ նրանից բռնության հեղինակը ով է եւ ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում։ Ես իմ գրառման մեջ էլ նշել էի, որ կարծում ենք այս սիստեմատիկ դեպքերի հետ կապված առանձին քրեական գործերից բացի մենք հետևողական գնում ենք, որպեսզի քրեական գործերի հարուցման ուրեմն շրջանակներում այդ անձինք հավուր պատշաճի նաև պատասխանատվություն կրեն, բայց կարծում ենք, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված եւս պետք է փոփոխություններ անենք։ Նախ նշեմ, որ արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա ուրեմն տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե չզիջման, թե նաև ուրեմն այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք։ Բացի դրանից պիտի մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի միջազգային փորձ կա, ինչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք եւս տրամադրել, որովհետեւ մեր կարծիքով շտապօգնության բրիգադը անկախ նրանից պացիենտը գոհ է այդ ուրեմն բրիգադի աշխատանքից թե ոչ, գոհ լինել կամ չլինելը այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտվի եւ բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը։ Հնարավոր է քննարկումների արդյունքում օրինակ նաեւ որոշում կայացվի, որոնք հատկապես գիշերային ժամերին, այդ շտապօգնության ուղեկցող բրիգադների հետ ոստիկանության աշխատակիցների եւս։ Կարծում եմ, որ այդ տարբերակը չէ, որովհետեւ դա եւս համակարգային ծանրաբեռնվածության չպիտի հանգեցնենք եւ ըստ էության այս բացառիկ դեպքերի պատճառով մարդկանց հավելյալ տագնապ չներշնչենք, որ շտապօգնության մեքենայի հետ ոստիկանության մեքենա էլ է գալիս, չէ, մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, ինչպիսին կան աշխարհում կիրառվող անհատական պաշտպանության կան մեխանիզմներ եւ դրանց հետ կապված առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամ փոփենք, ես նաեւ հանրային կերպով դրան կանդրադառնամ։